Պարոն Դանելյան, քիչ առաջ Ալեն Սիմոնյանը նույնիսկ լրագրողներին թույլ չէր տալիս, որ Արցախ անունը ասել, դրանից հետո նաև ասաց, որ Արցախը հանձնել են Ռոբերտ Քոչարյանը, նախկին իշխանությունները Սերժ Սարգսյանը, եւ ընդհանրապես ասում է, այո, նրանք որ կան իշխանության, հաստատ պատերազմ կլինի։ Չասեմ, որ Փաշինյանն ասում էր սեպտեմբերին ավերիչ, աղետաբեր պատերազմ է լինելու։ Նախ որտե՞ց։ Եթե նրանք ընտրվեն։ Որտե՞ց գիտեն, որ սեպտեմբերին պատերազմ է։ Պայմանական են ասում ընտրություններից հետո։ Այսինքն դա կարա մի բան նշանակի, որ միգուցե կան պայմանավորվածություններ, միգուցե իրենք որոշակի առումով կոմունիկացիա ունեն Ադրբեջանի հետ եւ իրենք գիտեն հստակ օրն ու ժամը պատերազմի։ Ես ուզում եմ հիշեցնել կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման տարիներին որևէ պատերազմ չի եղել։ Եթե խոսում են զոհերից, ուրեմն գնացեք եւ վիճակագրությունը նայեք, թե ում իշխանության օրոք ինչքան պատերազմ ա եղել, ինչքան զոհեր են եղել, ինչ արհավիրք ա եղել եւ այդ տխմարագույն թեզը, թե իբր նախկինում հաղթանակած նախագահները Արցախը իրենք են հանձնել, ախր կա պատմություն, չէ, կա իրավիճակ։ Արցախը առաջին արցախյան պատերազմի ժամանակ, երբ որ Ստեփանակերտն արդեն Ստեփանակերտի մատուցներին են հասել, այդ մարդկանց շնորհիվ, որոնք եւ այդ ժամանակ են իշխանություն եղել եւ դրանից հետո Հայաստանի Հանրապետությունում իշխանության ամենաբարձր օղակներում են եղել, այդ մարդկանց աշխատանքի, պայքարի, հերոսական ուղու շնորհիվ 12000 քառակուսի կիլոմետր տարածք ա եղել, Լեռնային Ղարաբաղի տարածքը, Արցախի Հանրապետության տարածքը, բայց որ տվել էին այդ, որտեղ էին նուրը գրկած նկարվում ասում ու ախր իրենք օրվա մեջ 4-5 անգամ սխալվում են, 4-5 անգամ սխալվում են, քիչ չի, ասում են մենք դες բան չենք ասել, առավոտ ասած բանը, կեսօրին ասում են մենք դες բան ենք, մենք, լավ եք տեսել, կողմ մենք չենք, մենք չենք ասում, եթե մարդը խրոնիկ ստախոս են, ինչի մասին է խոսքը էլի, եթե մարդը առավոտյան մի բան ասում, կեսօրին ասում է, այդ ես չեմ, կարող եք ինձ հետ կապված խնդիրներ կա, ես չեմ բան, դուք տեսել եք, թե չեք տեսել այդ ամեն ինչը, չեք տեսել ոնց է մարդը, կրկնում եմ, մի քանի ժամվա ասած բանը, հետքում ասում եք ես չեմ, ինքը տենց էլ երկիր է կառավարում, տենց էլ գնում է բանակցությունների, մենք գիտենք բանակցային գործընթացի ժամանակ ով ոնց հայր են պահել, ինչ խնդիրներ ա ունեցել, չէ, գիտեք ինչ կա, տեսեք, երկիրը չպետք է կառավարվի եւ ղեկավարվի ուրախ ավտոբուսի տրամաբանությամբ, ոնց որ ավտոբուսը ման, հենց էլ պետական կառավարման համակարգն է, նույն ձև նաեւ արտաքին հարաբերություններն է, գժիտեղ դնելով բանակցությունները վարելով արդյունքի կհասնեն, եթե դա հաջողված փորձ է, իսկ թվում այդ փորձը կարա ինչ ուրիշ երկրները կիրառեն, թե մենք ենք այդքան տենց առաջադեմ, մենակ մեր մոտ է տենց առաջադեմ իշխանության ներկայացուցիչներ, որ կարողանում են տենց գժիտեղ դնելով բանակցություններ վարել։